Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը հրաժարվում է այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև կարծում է, որ պետք է արդար իրականության հետևից գնալ, ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նաև կոնֆլիկտային է համարել էթնիկ զտում խոսույթը, իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղ վերադարձի հայտարարություններին, վարչապետն ասել է, որ պանդուխտի կարգավիճակի դրամաբանությունից պետք է դուրս գալ, սա նրանց տունն է, պետք է ապահովել ազատությունն ու իրավունքները։ Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով եւ ընդհանրապես այդ ցեղասպանությունների մրցավազքը պետքա դադարեցնել։ Ասենք, երբ որ մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ։ Եվ ելի եմ ասում, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք կամ դժվար է ասել, որից հետո է եղել, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ, եւ մենք էլի ասում եմ, այդ ամեն ինչը մի բանի մասին է։ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե էսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը, էսա մի օր Սևերի պայմանագիրը կաշխատի, էսա մի օր էս կլինի, էսա ես մեր քաղաքականությունը եւ ռազմավարությունը հետեւյալն է։ Մենք պետքա խաղաղվենք։ Հայաստանի ինչպես ժամանակին Չարենցն է ասել, կա Հայաստանի Հանրապետություն եւ ուրիշ ոչինչ։ Ուրեմն կենտրոնանում ենք Հայաստանի եւ տնավորվում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այդ միֆերը կռվել են միջև վերջ եւ այլն եւ այլն։ Իմիջայլոց կարիքը լինի այդ տվյալները կգաղտնա։ Իմիջայլոց անհրաժեշտությունը լինի, ես համոզված եմ, այս խմորը ջուր կտանի, կթողենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահի ես կորոշեմ, երբ որոշում կայացնեմ, այդ ամեն ինչը հրապարակեմ։ Սուտ է, չի եղել տենց բան։ Չի եղել տենց բան։ Փախել են, ճողոպրել են։ Ընդ որում 44 օրյա պատերազմի ժամանակ էլ այն պլանի ներքո, որ այդ բանի այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի կառավարության դավաճանություն եւ դրա բանի ծխածածկույթի ներքո Հայաստանի Հանրապետությունում իշխանապողություն են անելու։ Չկարողացան անել, գիտեք ինչ պատճառով։ Որովհետեւ իրանք ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովուրդը չեն։ Այդ մարդիկ չեն ներկայացնում ու չեն ներկայացրել երբեք Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին, որովհետեւ չեն ունեցել լեգիտիմություն։ Չեն ունեցել լեգիտիմություն։ Ժողովուրդը ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին մի անգամ ընտրել է, դրանից հետո չի ընտրել։ Նրանք երբեք Հայաստանի լեգիտիմ ղեկավար չեն եղել։ Եվ այդ է եղել պատճառը Ղարաբաղի վերջին ներկայացուցիչները, նրանք լեգիտիմություն չեն ունեցել ընդհանրապես։ Նրանք ում ներկայացուցիչն են, ընդհանրապես ում են ներկայացրել, այդ հարցը պետքա պարզաբանվի եւ այս օրերին այդ հարցն է պարզաբանվում։ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից։ Նրանք Հայաստանի ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանը եւ հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ։ Երևանամերձ 150 բնակավայրում արցախցիների բնակապահովման ծրագրով սահմանված գումարը 3-ից կդառնա 4 միլիոն դրամ։ Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություն կատարելու մասին որոշում է կայացրել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը մանրամասներ է ներկայացրել, նշել, որ առաջարկում են վերանայել աջակցության չափը։ Վարչապետն էլ առանձնացրել է քաղաքական կոմպոնենտը, արձագանքել Ղարաբաղ վերադարձի օրակարգի մասին հայտարարություններին։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խաղաղությունը միայն պայմանագիր չէ, իսկ մենք որպես ժողովուրդ արդեն 100 քանի տարի է սպասումով ենք ապրում, ինչը համարում է կայսերական քաղաքականություն, հակահայկական, ապա հայկական քաղաքականություն։ Երևանից բացի Աշտարակ, Արտաշատ, Մի րոպե, Երևանում չենք փոխում, Երևանում մնում է 3։ այո, ասում եմ Երևանից բացի 3 էր նաև Աշտարակում, Արտաշատում, Մասիսում,
Փարաքարում, Աբովյանում, Նայրի համայնքում, Նորաճնում, Գառնիում եւ Ջրվեժում եւ հիմա այս բոլոր տեղերում դառնում է 4 միլիոն։ Բնակավայրերի թիվը շատ էր, այդ խոշորացված համայնքների բնակավայրերի։ Ես անունները տվեցի խոշորացված համայնքների, իրենց բոլոր բնակավայրերին է վերաբերում այսքան որոշումը։ Մոտ 150 բնակավայր։ Շատ լավ, շատ լավ։ Եվ խոսքը վերաբերում է պարոն վարչապետ, նաեւ եթե թվեր ասեմ, այդ բնակավայրերում այս պայդրությամբ ապրում է մոտավորապես 25000 մեր հայրենակից եւ պոտենցիալը դա է այդքան մարդու վրա կազդի, բայց նաեւ իհարկե կարող է ուրիշ բնակավայրերում ապրող քաղաքացիներ ընտրեն այս նոր համայնքները այս մեր փոփոխությամբ եւ եթե թույլ կտակ նաեւ ասեմ վիճակագրությունը մինչեւ այս պահը սերտիֆիկատների տրամադրման եւ իրացման մենք ունենք 3-վա դրությամբ 5232 տրված սերտիֆիկատ, այսինքն այդքան ընտանիք շահառու ընտանիք եւ որից իրացվել է 2336-ը։ Եվ թիվը ամեն օր աճում է։ Այսինքն այդ մարդկանց սեփականության իրավունքը գրանցվել է, երբ որ արդեն ձեռք են բերել կամ սկսել են տուն կառուցել։ Շատ լավ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դե ակնհայտորեն իհարկե այս ծրագիրը շատ կարևոր է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք նաև այս ծրագրի քաղաքական նշանակությունը ոչ միայն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման եւ ռազմավարական դիրքավորման տրամաբանության մեջ։ Տեսեք, մենք հասկանալիորեն շատ խոսում ենք խաղաղության մասին, բայց ուզում եմ ընդգծել, որ խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է։ Ինչի համար եմ ասում, որովհետև ես ուզում եմ նաև կառավարության նիստում արձանագրել եւ նույնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Հասկանում եք, խաղաղությունը ինչ կապ ունի սա խաղաղության թեմայի հետ, որովհետև երբ որ մենք ասում ենք ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք նրա մասին, եւ մենք պետք է առերեսվենք, այս հատկապես հիմա դա շատ կարեւոր է անել։ Երբ որ մենք ասում ենք, խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, նկատի ունենալով այն, ինչ հասկանալիորեն եւ ակնհայտորեն նկատի ունենք, մենք ըստ էության առաջինը չենք թողում, որ այդ մարդիկ խաղաղվեն եւ տնավորվեն։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ խաղաղությունը մենակ պայմանագիր չի։ Խաղաղությունն է նա, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ այն ճամպրուկը կապած վիճակում այդ չկա ավելի դաժան եւ տառապալի բան, քան սպասումը։ Բայց մենք որպես ժողովուրդ արդեն 100 քանի տարի է այդ սպասումով ենք ապրում եւ սա ուզում եմ ընդգծել էլի, սա կայսերական քաղաքականություն է։ Սա հակահայկական, ապահայկական կայսերական քաղաքականություն է։ 400 քառակուսի մետրից փոքր հողակտորների վրա եւս անհատական բնակելի տուն կառուցելու իրավունք կտրվի։ Հարցը բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցները վարչապետի հետ հանդիպմանը։ Այսպիսով սահմանափակումը հանված է եւ նրանք կարող են մինչեւ 400 քառակուսի մետր համապատասխան նշանակության հող ձեռք բերել եւ իրենց անհատական բնակելի տունը կառուցել։ Կառավարության նիստում քաղաքաշինության կոմիտեի նախագահն է հայտարարել։ Վարչապետն էլ արձանագրել է, որ որտեղ պետություններն ու հասարակություններն ուժեղ են ու զարգացած, այնտեղ առանձնատների չափը փոքր է։ Մարդիկ առանձնատուն կառուցելի սկսել են ռացիոնալ հաշվարկել կոմունալ ծախս կա, պահպանման ծախս կա։ Խորհրդային միության ժամանակներում մարդիկ տուն կառուցելիս պլանավորում էին, որ Գերդաստանի ներկայացուցիչները հավաքվեն, որտեղ են քնելու, հարսանիք որ լինի հյուրերը, որտեղ են քնելու։ Մեր շենքերն ու շուշաբանդներն էլ մտածողություն են ձևավորում, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Երբ որ առիթներ եղել է գյուղերով եւ այլն շրջել եմ եւ տեսել եմ, ես ապշել եմ տների փոքրությունից, առանձնատների փոքրությունից, որը իհարկե սկզբանե նպատակը եղել այն, որ տաքացնել եւ այլն բան լինի։ Եվ հաջորդ պահին, որպես միջին վիճակագրական հայաստանցի մոտ հարց է ծագել։ Բա մի րոպե, բա այս մարդիկ որ պետք է ծնունդ անեին, որտեղ են արել, որ սենց փոքր է իրենց տները։ Եվ բնականաբար ստացել են պատասխանը,
մոտակա փաբում կամ որովհետև ստեղ հնարավոր չի հյուր ընդունել։ Եվ սա այդ փոքր տները ստիպել է, որ մարդիկ դուրս գան եւ շփվեն իրար հետ։ Դուրս գան շփվեն իրար հետ, այդ շփումը գեներացնում է մտքեր, այդ շփումը գեներացնում է կապեր, այդ շփումը ուժեղացնում է հանրային հարաբերությունները, հանրային հարաբերությունների նոր որակ է ստեղծվում։ Իսկ մենք մեր դեպքում մի փոքր այլ տրամաբանություն է։ Մենք տները կառուցում ենք հիմնականում այնց, որ այնտեղից դուրս գալու կարիք ընդհանրապես չլինի։ Եվ սա իր հետ բերում է հանրային եւ քաղաքական եւ պետականության հետ կապված եւ իրավակարգի հետ կապված որոշակի բաներ, հետևանքներ, որտեւ երբ որ դու ավելի շատ դրսում ես, դու ավելի մեծ շահագրգռություն ունես, որպեսզի իրավակարգը լինի ուժեղ, քան թե դու տանն ես ավելի շատ, երբ որ դու ավելի շատ տանն ես, քո շահագրգռությունը, որ իրավակարգը լինի ուժեղ, ավելի պակաս է։ Մեր շենքերը, մեր շուշաբանդները ձևավորում են մեր մտածողության ձևը, եւ սրանք շատ խորքային փոփոխություններ են, եւ այդ փոփոխությունները պետք է մենք տեսնենք, գնահատենք, ուսումնասիրենք։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա, այցի մանրամասները դեռ հայտնի չեն։ Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից ելույթով դիմելով ընդդիմադիր գործընկերներին հորդորել է խոսելիս վատ վիճակում չհայտնվելու համար հաճախ լսել իրենց եւ վարչապետի ելույթները, քանի որ նրանց ասածների մեծ մասի պատասխանը բացատրությունը բազմիցս տրվել է։ Սիմոնյանն այնուհետև ներկայացրել է ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին տարիներին։ Նրա խոսքով Քոչարյանը, որը գլուխ է գովում, թե եթե ինքը լիներ պատերազմ չէր լինի, հենց նրա ժամանակահատվածում է եղել այն, ինչ եղավ 2020-ին, ինչ վերաբերում է ընդդիմադիրների Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի մասին խոսակցություններին, հարցրել է ով է ապահովելու այդ մարդկանց անվտանգությունը։ Ինչի եղավ այդ պատերազմը։ Պատերազմը եղավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար, նես չէր, որ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը ավելի մի քիչ, չգիտեմ, բարձրահասակ էր, ավելի ցածրահասակ էր, լավն էր, վատն էր, մեծ պլան գոյություն ուներ։ Պլանը հետևյալն էր, որ պետք է Ուկրաինայում պատերազմ լիներ, այս տարածաշրջանը պետք էր կիսելու։ Այդ ժամանակ, չգիտեմ, Սերժ Սարգսյանն էր, Ռոբերտ Քոչարյանը ըլներ կամ որևիցե մեկ այլն էր, 90% հավանականությամբ դա լինելու էր։ Եթե այն 10%-ը թողնում եմ նրան, որ կարող էր ինչ-որ պլան լինել, որ ենթադրենք Հայաստանը մտներ դառնար Ռուսաստան, Բելարուս միութենական պետության մի հատված եւ այլը, կարող է մի քիչ ուրիշ ձև լիներ այդ պատերազմը, բայց այն բանը, որ տարածաշրջանը կիսվելու էր այս Ուկրաինայի գալիք պատերազմի համար, անխուսափելի էր։ Ուզում էր Նիկոլ Փաշինյանն ելներ, ուզում էր Ռոբերտ Քոչարյանն, ու Ռոբերտ Քոչարյանը, որ գլուխ է գովում, որ ես ելնեի, սենց չէր ելնի, նենց չէր ելնի, իր ժամանակահատված է եղել այն, ինչ որ եղավ 2020 թվականին։ Այն ժամանակը հիմքը դրված եղել։ Եվ խնդրում եմ, այս նաև պատերազմին անդրադառնամ։ Պատերազմից հետո առաջարկ եղավ եւ առաջարկ ա եղել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը հանդիպում ունենալ Սոֆիայում ադրբեջանական կողմի հետ եւ չասեմ ով, բայց չթողեցին որ գնան հանդիպում երաշխավորների ինստիտուտը, այո, թույլ չտվեց եւ ձեր նաեւ կողմնակիցները, որոնք Լեռնային Ղարաբաղում նաեւ իշխանության մասին իրանք թույլ չտվեցին։ Ես այդ խոսակցությանը ներկա եմ եղել, լսել եմ ես այդ խոսակցությունը, զրուցել եմ դրա մասին։ Եվ դրա համար տեղի ունեցավ երկրորդ ռազմական գործողությունը, որը վերջնականապես Լեռնային Ղարաբաղից հայ ժողովրդին դուրս բերեց։ Երբ որ դուք խոսում եք վերադարձի մասին, ով կարա թույլ չտա, հարգելիներս, լավ է հնչում, 100,000-ավոր մարդիկ բան եւ այլ, դուք այդ մարդկանց անվտանգությունը ապահովելու եք, դուք հասկանում եք, որ դուք քաղաքական գործիչ եք, դուք հասկանում եք, որ այդ խոսակցությունը բերելու այն խոսակցությանը, որ նաև ադրբեջանցի քաղաքացիները, որոնք սովետական ժամանակի հատվածում բնակվել են Հայաստանում, ուզենալու են վերադառնան եւ ապրեն այդտեղ։ Դուք հասկանում եք, որ այդ խոսակցությունը ուրիշ ուղղություն է տանելու, բայց էդ էլ հեչ, ասում եմ, դուք այդ մարդկանց անվտանգությունը ապահովելու եք։ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվել է։ Հիշեցնեմ, որ Հանրապետության նախագահը դատարանի դատավորի պաշտոնի համար առաջարկել էր Վարդանյանի թեկնածությունը։ Փակ քվեարկությամբ Վարդանյանն ընտրվել էր դատավոր։ Կողմ էր քվեարկել 67 պատգամավոր, դեմ ոչ ոք։
Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շնորհավորում ենք։ Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին հայտնում են ազգային ժողովից։ Հիշեցնեմ, պատգամավորները մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրել են Թադևոս Ավետիսյանին։ Նրա թեկնածությունն առաջադրել էին Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները։ Կրթության նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ մույթերի նորոգումը, ինչպես նաեւ ամրացման եւ բարեկարգման մնացած աշխատանքներն ընթանում են ըստ նախագծի։ Նախարարը մեկ անգամ եւս շեշտել է աշխատանքների որակն ու ժամկետները պահպանելու պահանջը։ Շարունակենք, Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկած հայրը ցմահազատազրկման է դատապարտվել։ Հիշեցնեմ, նախաքննության ընթացքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ երեխայի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին անչափահաս երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ Ծափաթաղ բնակավայրին հարակից Դաշտամիջյան հատվածում խեղդել է երեխային, ապա մարմինը Դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող Խաչմերուկին հարակից Դաշտամիջյան հատված։ Այստեղ նոյեմբերի 2-ին որոնուղափրկարարական աշխատանքների արդյունքում մարմինը հայտնաբերվել էր։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության, պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղման հետևանքով։ Ձերբակալվել է 10 անձ, որից 7 Վանաձորի համայնքապետարանի նախկին եւ գործող պաշտոնատար անձինք։ Նրանք ձերբակալվել են կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում։ Նախաքննության շահերից ելնելով կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների ձերբակալվել են Արմեն Այվազյանը, Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման եւ գովազդի բաժնի նախկին պետը, ինչպես նաև նույն բաժնի նախկին ու գործող պաշտոնատար անձինք։ Քրեական ոստիկաններն ու քննիչները խուզարկություններ են կատարել մայրաքաղաքի 20 հասցեներում։ Հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք զինամթերք, կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործով դատական նիստը շարունակվել է։ Նախագահող դատավորը Կարեն Ֆարխոյանն էր։ Նիստի սկզբում դատավորը դժգոհություն է հայտնել, որ տնային կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին ուղեկցող ոստիկանները նրանց բերում են մինչև դատարանի բակ, որտեղ հանգիստ զրուցում են ներկաների հետ։ Դա անթույլատրելի է, խափանման միջոցի իմաստը կորչում է, ասել է դատավորը։ Բագրատ arczepiskopos Գալստանյանն էլ պահանջել է ապահովել քննչական կոմիտեի նախագահի, գլխավոր դատախազի եւ վարչապետի ներկայությունը դատարանում ցուցմունքներ տալու համար։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կմեկնի մայիսի 14-ից 15-ը Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ կակատնաժողովի։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։ Թրամփը պետք է Չինաստան այցելեր մարտի վերջին, սակայն այդ այցը հետաձգվել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառով։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նաև հայտնել է, որ այս տարի ավելի ուշ Վաշինգտոնում նախատեսում են հյուրընկալել Սի Ցինփինին եւ նրա տիկնոջը։ Հարցին արդյոք այցի նոր ժամկետը նշանակում է, որ Իրանի դեմ պատերազմը շուտով կավարտվի, Լևիթը նշել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել նախքան նախագահի ուղևորությունը։ Նա կրկնել է, որ Իրանի դեմ պատերազմի ժամկետը մնում է անփոփոխ եւ պետք է տևի 4-ից 6 շաբաթ։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջև իրապես բովանդակալից եւ անկեղծ խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լի Ցզյանը։ Մենք սատարում ենք բոլոր այն ջանքերը, որոնք նպաստում են լարվածության նվազեցմանը եւ իրավիճակի դեսկալացիային։ Բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն իրապես բովանդակալից եւ անկեղծ խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ այս հարցում, նշել է դիվանագետը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է համաձայնագրի հասնելու հարցում, սակայն վախենում է ընդունել դա։ Նրանք բանակցում են եւ շատ են ցանկանում համաձայնության հասնել, բայց վախենում են այդ մասին ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդը իրենց կսպանի։ Վաշինգտոնում հանրապետականների համար կազմակերպված դրամահավաքի ժամանակ ասել է Թրամփն Իրանի ղեկավարության մասին։ Նա նշել է, թե ոչ ոք չի ցանկանում ղեկավարել Իրանը, քանի որ վախենում են, որ ԱՄՆ-ն իրենց կսպանի։ Բանակցությունների վերաբերյալ Թրամփի հայտարարությունը հակասում է Իրանի կողմից հնչող հայտարարություններին։ Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ եւ շարունակելու է պայքարը։ Իրանական ուժերը հերթական հրթիռներն են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բալիստիկ հրթիռները գլխավորապես ուղղված են հրեական պետության հյուսիսային մասին։ Իրանի բանակն անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթան ավիաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժեր։ Իսրայելն էլ հաղորդել է, որ ավիահարվածներ է հասցրել Իրանի ենթակառուցվածքներին, մասնավորապես Սպահանում։ Հարվածների են ենթարկվել Իրանի խոշորագույն քաղաքները։ Ինտենսիվ կերպով ռմբակոծվել են Թեհրանը, Մաշհադը, Սպահանը, Շիրազը եւ Պարսից ծոցի ափին խոշորագույն նավահանգստային քաղաքներից մեկը Բենդեր Աբասը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստորագրել են երկու երկրների միջև բարեկամության եւ համագործակցության պայմանագիր։ Փաստաթղթի ստորագրումը դարձել է Բելարուսի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների միջև պաշտոնական բանակցությունների կարևոր արդյունքներից մեկը։ Ալեքսանդր Լուկաշենկոն այս փաստաթուղթը համարել է հիմնարար, քանի որ այնտեղ հստակ շարադրված են երկու երկրների փոխգործակցության նպատակները եւ սկզբունքները, սահմանված են ապագա փոխշահավետ գործընթացների ինստիտուցիոնալ շրջանակները։ Ավելի վաղ Բելարուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը պարզաբանել էր, որ այս պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը թույլ կտա ավելի ակտիվորեն զարգացնել հարաբերությունները։ ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակում Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման համար պահանջում է, որ Ուկրաինան Դոնբասի շրջանը հանձնի Ռուսաստանին։ Այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի դեմ հակամարտության վրա եւ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա, փորձելով վերջ դնել այնտեղ ընթացող պատերազմին։ Նրա խոսքով զորքերի դուրսբերումը Դոնբասից կվտանգի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրոպայի անվտանգությունը, քանի որ տարածաշրջանի ամուր պաշտպանական դիրքերը կհանձնվեն Ռուսաստանին։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք բեռնատարներից գողություն կատարած երկու եղբայրները ձերբակալվել են, մանրամասները տեսանյութում։ Մարտի 9-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեցին միանման երկու ահազանգ։ Ինվենկո Մակտիշի բեռնատարի վարորդը հայտնել էր, որ Արտաշատի խճողում կայանված մեքենայի դուռը բացել են տեխնիկական միջոցներով եւ գողացել դիզելային վառելիքի լիցքավորման կտրոններ ու գումար։ Վնասը կազմել է շուրջ 156,000 դրամ։ Մյուս դեպքում Volvo բեռնատարի վարորդը տեղեկացրել էր, որ նույնքեր բացել են Արարատյան փողոցում մաքսային տերմինալի մոտ կայանված իր մեքենայի դուռը եւ գողացել գումար ու բջջային հեռախոս։ Վնասը գերազանցել է 500,000 դրամը։ Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնեցին Շենգավիթի համայնքային ոստիկանության ծառայողները։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են Մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 30 եւ 31 տարեկան երկու եղբայրներ։ Պարզվեց նաեւ, որ նրանք վայր են մեկնել պատվիրված տաքսիներով, առաջին դեպքում մարտի 9-ի կեսգիշերն անց, երկրորդում առավոտյան։ Մարտի 18-ին եղբայրները հայտնաբերվեցին, ձերբակալվեցին եւ տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։ Նրանց բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց ապակետարա, լցված մարիխուանայի նմանվող մոտ 150 գրամ զանգվածով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցման պայմանավորված մարտի 27-ից 28-ը ժամանակաժամանակ շրջանների մեծ մասում կլինեն տեղումներ լեռնային գոտիներում թաթստյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Սպասվող տեղումներով պայմանավորված գետերում կլինի ջրի ելքերի մեծացում։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։